Ընտրություն կատարելու կարգը ոնց է ընտրություն կատարվում է հանրաժողովի անդամները դա պիտի շուտ անեին կամ գիտեն թե մենք մի կերպ մի քանի ժամ փորձել ենք թիմի բերել ոնց պետք է տեղամասում ընտրությունը կատարվի ըստ պատշաճի ու շատ կոչետորների ու բախումների ինչու՞ չէ նաև բախումների առաջին կանգնել որովհետև մարդիկ կարող է երկու հոգով խցի հետո լինելով տարբեր երկու հոգով մտնողները բոլորը արձանագրված են օգնող մարդիկ են եղել։ Եթե դուք իրենից հարցազրույց եք վերցնելու, վերցրեք, որովհետև ճիշտ տվեք հարցազրույց։ Այստեղ բանավեճ սարքելուց հետ դուք հանձնաժողովի նախագահ եք, ես հասարակ վստահված անձ, դուք ձեր հարցազրույցը տվել եք ձեր մատյանում գրանցումներ հարցազրույց տվեք, հարգելի։ Ես ձեզ ասել եմ, բանա որ զգուշացրել եմ, ով է ասել, դուք ազնիվ կին լինելով ոնց հասկանում եմ քաղաքակիրթ մարդ եք, հիմա ազնվություն կունենաք, այստեղ կասեք, ով ասեց, որ դրսից մարդ պետք է կանչեք, որպեսզի օգնեն քվել չիմացող քաղաքացիներին։ Եթե հետը մարդ չի եղել, մենք դրսից ենք հրավիրել անծանոթ մարդու։ Ով? Այստեղ բոլորն ասել են դրսից հրավիրեք, բոլորը։ Բոլորը չէ, ես եմ ասել։ Օրենքը չի ասում, որ օգնելու։ Այո, իրավունք ունի, գրանցվում է գրանցամատյանում եւ մոտենում է օգնում է։ Ձեր մարդիկ են, հաշմանդամ մարդիկ են, չեն կարող ինքնուրույն ընտրություն կատարել։ Որն է խնդիրը այստեղ։ Չդրսևորեն։ Մենք էլ բոլորը արձանագրել ենք։ Բախումների հանգել այդ ամեն ինչը վստահված անձիկ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներն են, այսպես ասած հարձակվողական ռեակցիայի դրսևորում ցուցաբերել, երբ որ ես արձանագրել եմ հետևյալ բաց թողումներ ասեմ եւ խախտումները, միգուցե հանձնաժողովի նախագահի կողմից դա բաց թողում համարել եւ ես բանավոր եմ տիկնոջը զգուշացրել, նույնիսկ չեմ էլ արձանագրել, բայց ասել եմ հաջորդ դեպքերը կարձանագրեմ։ Կներեք, որ ասեցի ԿՊ-ի վստահված անձին, քանի անձ կար վստահված։ Ես ասում եմ, ԿՊ-ի վստահված անձը փոփոխվելով գալիս գնում են։ Միաժամանակ չէ, ներսում չեն եղել, դրսում էր ինչ որ մեկը հերթապահում, առանց կաշկանդվելու քաղաքացիական պայմանագրի վստահված անձի բեյջը վզին, այստեղ կանգնած աստիճանների վրա առանց կաշկանդվելու շփվում էր ժողովրդի հետ, տանում էր այս ցուցակներն էր ցույց տալիս, բաներ էր խոսում, եւ երբ որ ես իրեն հարցնում եմ, դուք կներեք, դուք ինչ եք անում այստեղ, ասում եմ, ինչ եմ անում, իմ համար կանգնած եմ, ժողովրդին բան եմ ասում, ինչ էր ասում քաղաքացիական պայմանագրի վստահված անձը, երբ որ մյուս իր գործընկերը ներսում էր գտնվում, ինչ էր անում աստիճանների վրա։ Ոստիկանությանը ես տեղեկացրել եմ, նորից է դեպքը տեղի ունեցել, նորից եմ գնացել տեղեկացրել, երբ որ տեսել եմ իմաստ չկա, ես եմ արդեն նկարել, հենց հիմա դուրս գա այդ տղան ոնց որ ստեղա, չէ, լավ, եկավ գնաց։ Մի խոսքով, նման բաներ եղել է, որ նորից ասեցի, քվեաթերթիկը բաց, համար մեկի դուրս ա եկել կանգնել ստեղ, ասել ենք դեսես չէ լավ ժողովուրդ ջան, հետ գնացեք, չգիտեմ ինչ արեք, եղել է որ գնացել են այս ամբողջ քվեաթերթիկները ձեռքը մարդը դուրս ա եկել հանձնաժողովի նախագահն ա գնացել, մտել քվեախցիկ այդ ամեն ինչը որ ուղի։ Մի կերպ բացատրել եմ, ասել եմ որ սենց անդրության կարգը պետք է կանչել մեկ այլ մարդու, ով ոչ հանձնաժողովի անդամա, ոչ վստահված անձը մտնի գրանցվի այստեղ։ Առհասարակ, այո, ես տեսեք, այս տեղամասում սարսափելի է վիճակը։ Նախ, երբ որ դու խախտում ես արձանագրում, բարիացկա, ես նույնիսկ այդ խախտումը, որ նկատել եմ, չեմ արձանագրել, այն մատյանը, այն դուք, կամերաներն էլ նկարել են ստեղի, չէ։ Ես չեմ արձանագրել, սիրուն զգուշացրել եմ, բարի, ասել եմ առավոտը նոր է բացվում, կարգը այսպես է, տիկին ջան, տիկնայք ջան, ես ձեր դեմ ոչ մի բան չունեմ, ձեր գործն եք անում, արեք։ Իրանք հարձակվում էին ու կռիվ էին սարքում, հարձակվում էին ու կռիվ էր սարքում, որովհետև իրենց ձեռք չի տալի, որ խախտումները արձանագրել։
Սեյֆի հետ կապված ես նկարել էի, բայց ինչ որ արձանագրություն չեմ արել, եղել է ժամանակ, որ սեյֆը բաց է եղել, անկեղծ բաց է եղել, ես այնքան լարված է եղել քվյատ հերթիկների պահը, որ քվյատ հերթիկը մեկ այսքան դափոնով վերցնում են, դուրս են գալի, մեկը ծրարի մեջ դրած գալիս ասում բացում է, բոլոր դիտորդներն էստեղ էին, եկել է բացելա ծրարը, նայում է մի ժամ ցույց է տալի, ինչ անում, ասում եմ, տես լավ չի, բացեք, նոր թերթիկը գցեք։ Քվյատ հերթիկ դուրս բերելու բան նկատել եք։ Չէ, չեմ նկատել, նման դեպքեր չեմ նկատել, ես ուշադիր եմ, նման դեպքեր չի գրանցվել, այստեղ եմ ասում ամենայն դեպս։ Ձեզ եմ շնորհակալ։ Չէ, չունեմ այլ բաներ ասելու, եթե ունենամ կտեղեկացնեմ։